որ ասում է դուք արցախցիներ եք, ձեզի չեն տալիս։ Խեք իմ ազգին բաժանում։ Այստեղ հավաքվածները բոլորը Արցախում զրկվածներ են։ Արցախում մեկ է 18, իրանք նայեք։ Մենակ արցախցիներին չեն, իրանք մասնատեցին, մենակ 20 թվերին են տալիս, մեկ է 26 թվերին են տալիս, իսկ 17 թվերին, 18 թվերին, 19 թվերին չեն տալիս, ինչի համար, այդ թվերին Հայաստան չէր, այդ թվերին հայ չէինք, ըստեղ ապրում, խի մնացածին չեք տալիս, ուղղակի զարմանում եմ, ես երկիրը ոնց է մտածում ախպեր, 18 թվերին չենք տալիս, 20 թվերին տալիս ենք, 26 թվերին միջև տալիս ենք, խի 18-17 թվերը ինչ են։ Հիմա ձեզ ինչ են առաջարկում, որ գնաք, քննություն հանձնեք, տույժը մուծեք, ինչ են առաջարկում։ Հիմա առաջարկում են ասում գնացեք քննություն տվեք, խի 20 թվերին առանց քննություն, 17 թվերին ոնց որ ասած քննություն տվեք կամ արցախցիներին քննություն տվեք։ Խի, օրինակ ուզում եմ զարմանամ, էլի, եսի ոնց որ դպրոցի պատմությունը լինի։ Եթե դու դիրեկտորի բարեկամն ես, 20 թվին մենք ենք ելել գահին, 20 թվերին տալիս ենք, բայց 18-17 թվերին չենք տալիս, մենք չենք ելել։ Էդ է դուրս գալիս։ Ում հետ եք հանդիպում, որ ասացիք հանդիպում են։ Ղազարյան, ազգանունը Ղազարյան։ Դիմումների ընդունման։ Հա, դիմումները, մենք 2 օր առաջ արցախցիներով դիմում գրեցինք, ես անձամբ իրանց հետ եկա, դիմում գրեցինք, արցախցիներ հասել է դիմումը, ասում վերանայում ենք, դիմումին մեզի ժամանակ տվեք, ընդամենը 15 օր, մենք հիմա ժամանակ է տալիս ենք, ասինք 18-17 թվերին խիտ չեք տալիս, իրանց համար է պիտի դիմում, հիմա մեզի թուղթ են տվել, ասում դիմում գրեք, 18-17 թվերի համար է, մեկ է Ռուսաստանի զրկվածներին չեն տալիս, Ռուսաստանի զրկվածներին շատերը որպես հայ ելնելով Ռուսաստանում զրկել են, մարդ դաժե չգիտի, որ զրկված աստե քշել է, վարորդական, չի իմացե, ռուսները չեն ասե, թաքուն զրկել են, պրավ են վեկալել են, զրկել են, ու ինքը եկել է մեր երկիր, Հայաստան, հիմա ուզում աշխատի, տաքսի քշի, փող աշխատի, մեկ է ոստիկանը բռնում է ու պրավ են նայում, ասում դու զրկված ես ախպեր ջան, ասում քեզի Ռուսաստանում զրկել են, հիմա այս մարդը ասում ես տեղյակ չեմ ելել, ինձի չեմ բացադրել, որ Ռուսաստանում զրկված եմ, հիմա բայց եթե Ռուսաստանում զրկված է, խիչ տանք մեր հայրենակիցին հայկական պրավը։ Խիչ տես կիսատ պրատ օրենքը հանը, եթե զրկվածներին, այսինքն եթե զրկվածներին հասնում է, թեկուզ խոսքի ասենք Ղարաբաղցին, ես, որ հասնում է օրենք եք հանեն, որ հասնում է, որ ասենք տալիս եք պրավեկը, այս պայմաններով մենք համաձայնվել ենք այդ պայմաններով։ Խիք մասնատ է, խիք Ռուսաստանում ավելի վատ է, ասենք Ռուսաստանում չի կարելի ամենախիստ պատիժը կստանանք, Հայաստանում դե ոչինչ լավ, օքեյ, մի տարի հետո տանք, դա ինչ տազա բան, ես Ռուսաստանում ինձ բռնել են համ դեպորտ են արել, նո դեպորտը նորմալ է, դեպորտը իրավունք ունեին, դոկումենտի հետ պրոբլեմ ունեի, արեցին, հետն է զրկել են, ինչա որ մի քիչ հետները վատ խոսացի այդ գայիշնիկների, որ պասպորտ բան ուզեցին, մի քիչ տենց կոնֆլիկտ ելավ մեջներս, տենց ընթացքից զրկեցին։ Այստեղ վերականգնելու են ուրախացած, մտածեցիք։ Ուրախացա որն է, ես դե կոնկրետ այդ օրը Ջանս, շակ հավել է։ Ես անձամբ իրան եմ ընտրել։ Ես գիտեի, որ վարորդական իրավունքները պիտի ընտրել եմ, ասել եմ, պարոն վարչապետը ժողովրդի հետ է, բայց արի ու տես բաժանեց։ Եկել էր խաթունակ, Այո, միայն ընտրություններից առաջ այնք խոստումը տվել, ու չի շեշտե, բայց օրենքը ընտրությունից հետո արեց, օրենքը, նայեք ինչ շուսրի խոդ արին, միջև ընտրությունը ասին ըլնողա, մի տարի հետո ձեզի տուժ կլնի, մենք է սպասում ենք անհամբեր, ընտրությունը անցավ, Ես մի ամիս առաջ է օրենքը մտավ, ուրախացանք սաղս, գնում ենք, դաժե մարդկա դիմում է գրել, չիմանալով 50,000 գումար է վճարել, հետո իրան ասում են, այդ գումարն է վճարած, ասում են քեզի չի հասնում, դու Արցախից ես, բայց մարդը գումարը վճարել է, ասում է դիմում գրի, որ գումարը մի շաբաթ հետո տան, բայց արդար է, հիմա դուրս է գալիս 50,000 տվել են բանկով պետությանը փող։ Ինչ է կարծում, ինչով է պայմանավորված այդ տարբերությունը բաժանումները, որ անում է պարոն Փաշինյանը։
Նայեք, տարբերությունը ինքը գիտեք, խորը չի մտածել։ Կամ չգիտեմ, այդ ղեկավարները ով է այդ օրենքը խոսքի 20 թվից են կոմ տալիս է, մինչև 26 թիվը մնացածին չի տալիս, որտեվ իրանք տեսան զրկվածները շատ են, 35,000։ Ասում է, որ մասնատի, որ կարնա ստիրես, այն վաղ վարորդները, որ պարոն վարչապետը ուր գնում էր ընդրության, ապարանից հելում էին, լենականից հելում էին, վարորդական իրավունքների համար։ Ինքը հիմա մասնատեց, դուրս է գալիս, այն 15,000 հոգուն տալիս է, 15,000 հոգուն էլի ժողովուրդը հելնի, կարանք դեմը կանգնենք։ Մենակ արցախցիներ չեն, 18, 17, հայ, Ռուսաստանում զրկված։ Թվի չեն տալի, 17 թվի չէ։ Տարբերությունը ո՞րն է, 26 թվերին տալիս, հա շնորհակալ ենք որ տվել են, բայց 18 թվերին խի չեն տալի, այդ է հարցը։ Սա կողմն է, մեծամասնություն Կարծում այսօրվա նիստում ինչ որոշում կկայացվի, ինչ ակնկալիքներով եք եկել այստեղ։ Որ մասնատում մեր երկրում մասնատում պետք չի։ Մի բուռ ազգ ենք մնացել։ Արցախցիներին չենք տալիս, 17 թվին չենք տալիս, մասնատում պետք չի։ Մենք մի բուռ ազգ ենք մնացել, մենք հակառակ։ Պիտի այնպես բան անենք, որ միասնական ենք բոլորս իրար հետ, ոչ թե բաժանենք, դու Արցախում ես զրկված, քեզի չենք տալիս։ Արցախցիներին հələ հակառակ պիտի առաջնահերթություն տան, որովհետև տուժված մարդիկ են իրանք։ Պատերազմ տեսած հələ հակառակ պիտի օրենքը մտներ, ասեի սկզբից ամենաառաջինը արցախցիներին կտանք, դուք է մնացածը համբերեք, ձեզ եք կտանք։ Դա միայն ընտրություններից առաջ չէ եղել այդ խոստումները։ Հա, ընտրություններից առաջ այլ է, օրենքը մտել է ընտրությունից հետո։ Ձեր կարգավիճակը կխնդրեմ նշել։ Իմ կարգավիճակը ես միշտ վարորդների համար բարձրաձայնել եմ, տաքսու հարցովել եմ բարձրաձայնել, մինչև այսօրս ուզում են տաքսու հարցովել լուծեն, բայց էլի չի լուծվում, որոշ մի տոկոս հարց է լուծվել, այդ մի տոկոսը բոլոր վարորդները ասում են, այդ հարցը ավելավեж չլուծվեր, որ խոսքի մի տոկոս ինչ հարց են լուծել։ Տաքսուն խնդրեցինք, ասենք տոկոսները իջացնի Yandex-ին, կազմակերպությունը։ Խիչ կարծակ։ Մեր երկրում եկել է ինչ որ կազմակերպություն, մեր ժողովրդի մեջ կռիվա գցում, հաճախորդ, վարորդ, միշտ կռիվա գցում, այդ հարցն է դուք չկարծակ լուծեք։ Որ հարցը կարծակ լուծեք։ Ես ուզում եմ հասկանամ էլի, մենակ խորհուրդներ տալիս, ասում եք, հա, կլուծենք։ Ժողովուրդ ջան, մեզի չես սիրում։ Մենք այդ ժողովրդի մեջ չենք մտնում, մենք քո ժողովուրդը չենք, մենք այդ խախտումը, որ արել ենք, մենք դրա պատիժը կրել ենք, ասեք կարող է մարդիկ կան, դաժե ասեք մի անգամ, մի վայրկյան ոչ մի ձևի չեն տանջվել, ես 3 տարի տանջվում եմ, ինչի համար որ Ռուսաստան պրոստը գայշնիկը կայնցել է, որոշել է, որ ախպեր Քեզի պետք է զրկեմ, որտեղ մի քիչ լավ չես խոսում, մի քիչ վատ ես հասկանում ռուսերեն։ Դա օրինակ բերեմ։ Ռուսաստանի զրկվածներ։ Ինչ պատճառով են զրկել։ Ուրեմն բոլոր ինչքան Ռուսաստան։ Նայեք, հասարակ օրինակ եմ բերեմ։ Սաղիդ նայեք։ 10 Ռուսաստանի զրկված, 18 թիվներ, 24 թվի։ 24 Ռուսաստանի զրկված, Արցախի զրկված, 18 թվի զրկված։ Նայեք։ Ես է 20 թվի զրկված, նայք, ինձի տալիս եմ վարորդական իրավունք, նայք, ձև օրենքը, նայք, մեր երկրի օրենքը, 20 թվի զրկվածին, նույն խախտումն են կարել, ինձի տալիս են 20 թվին զրկվածին, մենակ խմացություն չի ընդ, բալային համակարգով է կա, համար չունենալու քշելու, բան, սաղին տալիս են, այդ մոմենտով սաղին տալիս են, նույն խախտում արած, ինձի տալիս են, այս մարդուն չեն տալիս, ինչա որ 18 թվին է, ես 20 թվին եմ զրկվել, ինձի տալիս են, 20 թվին չգիտեմ, էդ ինչ թիվ էր, աստղով թիվ էր եւի, հա, 18 թվին տալիս են, արցախցիներին չեն տալիս, ասում են դուք Արցախում եք զրկվել, գնացեք, ոնց գնա, ամենատուժված ազգը իրանց առաջնահերթություն պիտի տային, ես էլի չէի բարձրաձայնի, որ իրանց ամենասկզբից տային, ամենասկզբից,